Տակտեղ Անին Միջահաս է, ծնումից մինչև պտուղների տեխնիկական հասունացումը տևում է 115-ից 120 օր։ Բույսը հավաք է, միջին հզորության, պտուղները պրիզմայաձև են, երբեմն բրգաձև, վերցցված 40-ից 60 գրամ միջին զանգվածով։ Տեխնիկական հասունացման փուլում չոր նյութերը պտուղներում կազմում են 6,4-ից 6,7%, կենսաբանականում 7,4-ից 7,6%, բերքատվությունը 250-ից 300 ցենտ/հեկտար, օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում, համեմատաբար դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ։ Արևածամ կծու տակտեղ, բաց և փակ գրունտում մշակության համար է, վաղահաս սորտ է, ծնումից մինչև տեխնիկական հասունացումը տևում է 95-ից 105 օր, թուփը ինդետերմինատ է, պտուղները երկարավուն են, հաստ, 5-ից 6 մմ պտղամսով, մուգ կանաչ գույն ունեն տեխնիկական և կարմիր կենսաբանական հասունացման փուլում։ Տեխնիկական հասունացման փուլում պտուղները պարունակում են չոր նյութեր 5,3-ից 7,3%, ասկորբինատ թու 90-ից 110 մգ, կենսաբանական հասունացման փուլում համապատասխանաբար 10-ից 10,4% և 152-ից 159 մգ։ Բերքատվությունը բաց դաշտի պայմաններում 35-ից 40 տոննա/հեկտար է։ Տավար Հոլշտեյն հայտնի է նաև Հոլշտեյն ֆրիզական անունով։ Աշխարհում հայտնի բարձր կաթնատվություն ունեցող կովերի ցեղ է։ Եվրոպական ծագման այս ցեղատեսակը բազմացրել են Նիդերլանդներում, Հյուսիսային Հոլանդիայի նահանգներում, ինչպես նաև Գերմանիայում։ Աչքի է ընկնում բարձր կենդանի քաշով, գույնը սևաբղետ է։ Ներկայումս տրոհման մեծածավալ աշխատանքներ են կատարվում այս ցեղատեսակի կովերի մեր հանրապետությունում բազմացման և տարածման համար։ Ջերզի բարձր կաթնատվություն ունեցող տավարի ցեղատեսակ է, ունի միջին կենդանի քաշ 400-ից 500 կգ, աչքի է ընկնում բարձր պտղաբերությամբ, կաթի բարձր յուղայնությամբ 6%, ինչպես նաև կաթի մեջ սպիտակուցային նյութերի պարունակությամբ 4%, գույնը դարչնագույն է, լույսի տակ գրեթե սև, աչքի է ընկնում երկար պոչի ծայրի մազերի փնջով, հանգիստ է և հնազանդվող։ Ներկայումս տոհմային մեծածավալ աշխատանքներ են կատարվում այս ցեղատեսակի կովերի մեր հանրապետությունում բազմացման և տարածման համար։ Սիմենթալ Սիմենթալյան տավարը կրկնակի մթերատու ցեղ է, նրա մարմնակազմը գերազանց է։ Տավարի ցեղերի մեջ սիմենթալը առանձնանում է իր խոշորությամբ և արտաքին գրավիչ սևով։ Լավ է զարգացած ոսկրակազմը, կազմում է կենդանի քաշի 15-ից 20%, տարիքով կովերը կշռում են 600-ից 700 կգ, թուրերը 900-ից 1100 կգ, հորթերը ծնվելու ժամանակ 35-ից 45 կգ։ Սիմենթալի տավարը աչքի է ընկնում լավ մսատու հատկություններով։ Սնված կենդանիների սպանդի դեպքում մսի ելքը կազմում է 80-ից 85%։ Կաշին բարձրորակ է, օգտագործվում է հիմնականում որպես կոշիկի ներբանանյութ։ Սիմենթալի տավարի մթերատվությունը միանգամայն բավարար է։ Կերակրման և խնամքի լավ պայմաններում տարվա ընթացքում կովերից կթում է 3000-ից 3500 լիտր կաթ, առաջատար նախիների կովերից 4500-ից 500 լիտր կաթ։ Զեբու սապատավոր տավար, խոշոր եղջերավոր մսատու և բանող կենդանի, ծագումով մոտ է տավարին։ Արտաքնակազմում ամենախոշորը 5-ից 8 կգ սապատն է, գտնվում է պարանոցի վրա։ Գույնը սև կամ կարմիր, խայտաճամուկ շիկագույն, մոխրագույն, գորշ։ Կովերի կենդանի քաշը 250-ից 270 կգ է, թուլերինը 300-ից 350 կգ, կաթնատվությունը 500-ից 600 կգ, կաթի յուղայնությունը 4,5-ից 5%։ Ենթադրվում է, որ զեբուն ընտելացվել է Եգիպտոսում և Փոքր Ասիայում մ.թ.ա. 2-ից 3 հազար տարի առաջ։